Տիկին Անդրեասյան, ես ունեմ երկու հարց, որոնք մի քանի անգամ բարձրաձայնվել են, եւ այդ հարցերը առկա են ազգային փոքրամասնության գրեթե բոլոր համայնքներում։ Առաջի հարցը դա ազգային փոքրամասնությունների լեզուներով մասնագետների ուսուցիչների պակասի խնդիրն է։ Դրա պատճառները բազմազան են։ Չեք կարծում, որ պետք է վերջապես ինչ-որ ծրագիր մշակվի, որը այդ մասնագիտությունը ավելի գրավիչ կդարձնի եւ ավելի շատ դիմորդներ կցանկանան սովորել իրենց լեզուն եւ դասավանդել այն դպրոցներում։ Եվ երկրորդ հարցը վերաբերվում է հանրային հեռուստաընկերությամբ ազգային փոքրամասնության լեզուներով հաղորդումների հրապարակման հետ կապված, այս 5 տարիների ընթացքում բազմիցս բարձրաձայնել եմ այս հարցը եւս, սակայն ոչ մի խնդիր չի ստանում։ Ինձ հաճախ ասում են, որ մենք ունենք մասնագետների պակաս եւ պետք է վերջապես այդ մասնագետներին վերապատրաստենք, բայց այս 5 տարիների ընթացքում ոչ մի լուծում չի ստանում եւ գիտեմ, որ եղել է այդպիսի օրինակ, եզդիերենով հաղորդում է իրականացվել, սակայն դա կարծեմ տևել է մի քանի ամիս եւ այժմ դա չի իրականացվում, իսկ ազգային փոքրամասնության մյուս լեզուներով ընդհանրապես չի հեռարձակվել։ Շնորհակալություն, Տիկին Միրզոևա, ինչ վերաբերում է մասնագետների պատրաստմանը, պետք է ասեմ, որ բոլորովին վերջերս պարոն Բաքոյանի նախաձեռնությամբ մի հանդիպում կազմակերպվեց համայնքի ներկայացուցիչների հետ եզդիական եւ այստեղ ես ներկայացրեցի, որ մենք արդեն հունվարից Երևանի պետական համալսարանում ունենք խումբ, որը գործում է, ազգային փոքրամասնությունների ուսումնասիրության խումբ եւ այստեղ նաեւ առանձին լեզուների դասընթացներ են ուրեմն կազմակերպվում խմբի կողմից, ընդ որում պետք է նշեմ, որ խմբի կազմում մենք ունենք թե եզդիագետ, որը բոլորովին վերջերս փետրվարին պաշտպանել է իր գիտական ատենախոսությունը, բայց ունենք նաև ասորերենի մասնագետ եւ խոսքը վերաբերում է տարբեր ազգային փոքրամասնություններին եւ այդ լեզուների ուսուցումն էլ լինելու է տարբեր ուղղություններով եւ այդ իմաստով խումբը արդեն հունվարից աշխատում է, մենք պարոն Բաքոյանի հետ պայմանավորվել ենք, որ կլինի նաեւ հանդիպում ԵՊՀ-ում եւ հենց խմբի անդամների հետ, որպեսզի եթե որևէ հարցադրումներ ունեք, նաեւ նրանց հետ հնարավորություն ունենանք ավելի մասնագիտորեն քննարկել եւ սիրով պատրաստ ենք ձեզ էլ հրավիրել։ Տիկին նախարար առաջարկում եմ, որ մեր նաեւ գործընկերներին էլ հրավիրենք, միասին կարող ենք այցելել տիկին նախարարի հետ։ Բայց այս պահին շատ կարևոր է ընդգծել, որ պետության ֆինանսավորմամբ այդ խումբը ձևավորված է, աշխատում է եւ առաջիկայում էլ ուրեմն այս բոլոր ծրագրերը կդառնան հասանելի եւ մասնագետների պատրաստման, վերապատրաստման, որակավորման բարձրացման այն խնդիրները, որի մասին խոսում ենք, արդեն գործնական լուծման ճանապարհին են խմբի աշխատանքի միջոցով։ Ինչ վերաբերում է ուրեմն հաղորդումներին, պետք է նշեմ, որ մեր նախարարության տիրույթում չի հեռուստահաղորդումների պատրաստման հեռարձակման հետ կապված հարցերը, բայց մենք ունենք մի ծրագիր, որը ազգային փոքրամասնությունների մամուլի հրատարակման ծրագիրն է, եւ պետք է ասեմ, որ ավելի քան 10 անուն պարբերականներ պետության կողմից աջակցություն են ստանում։ Մենք ունենք նաև պայմանավորվածություն թվային հարթակ ունենալու, որ ավելի ակտիվ լուսաբանվի, ավելի մեծ հաճախականությամբ նաև նորությունները փոխվեն եւ այստեղ պատրաստ ենք աշխատանքի, իհարկե ինչ վերաբերում է հաղորդումներին, եթե կոնկրետ որևէ խնդիրներ բարձրաձայնեք, պատրաստ ենք նաև մեր գործընկերների հետ նույն հեռուստա ռադիո հանձնաժողովի կամ եթե բարձր տեխնոլոգիական նախարարության, արդյունաբերության նախարարության տիրույթում կլինի միասին հասկանալու։ Շնորհակալ